Ողջույն, հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիկսն է։ Այսօր խոսելու ենք լոգիստիկ խնդիրների մասին, որոնք բավականին արդիական են, հաշվի առնելով վերջի ժամանակաշրջանի ստեղծված իրողությունները։ Այո, արտահանման նոր շուկաների համար մենք պետք է արտահանման լոգիստիկ նոր ենթակառուցվածքներ, նոր ծառայություններ եւ դրա համար մենք պետք է դիմենք մասնագետներին, պրոֆեսիոնալներին, որոնք երկար տարիներ այս ոլորտում գործում են եւ միանշանակ նրանց համար եւս այս իրավիճակը մարտահրավեր է, քանի որ նրանք պետք է գտնեն նոր լուծումներ, նոր մոտեցումներ։ Այս թեմայով խոսելու ենք Prime Logistics ընկերության հիմնադիր տնօրեն պարոն Մարգարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մարգարյան, նախ կցանկանայի, որ մի քանի այսպես բառով ներկայացնեք ձեր ընկերությունը եւ ձեր մատուցած ծառայությունները։ Սիրով, կազմակերպությունը գործում է 2010 թվականից, արդեն 16 տարի այն շուկայում ենք ներկա մատուցում ենք լոգիստիկ բնույթի բեռնափոխադրումների տարբեր ծառայություններ, եթե այսպես կարճ ասեմ, եւ ցամաքային, եւ օդային, եւ ծովային տրանսպորտային տեսակներով աշխարհի ցանկացած կետից չունենք որևէ սահմանափակում, աշխարհագրական սահմանափակում նկատի ունեմ եւ ցանկացած տիպի բեռների, ցանկացած տիպի ծավալի բեռների փոխադրմամբ ենք զբաղվում, ինչպես ներկրում, այնպես էլ արտահանում։ Ունենք մեր սեփական մեքենաների ավտոպարկը, բաղկացած սառնարանային եւ վրանային մեքենաներից, փորձում ենք շուկայում բավարարել բոլոր կարիքները, այսպես ասեմ, հա, то есть որպեսզի չունենանք որևէ մի փոխադրման տեսակ, որ մեր կազմակերպությունը չի կարող իրականացնել կամ ծառայություն, որը չի կարող տրամադրել։ Իսկ ձեր արտահանման ծառայությունների մեջ ներառվում է նաև մաքսային խորհրդատվությունը, թե խորհրդատվության տեսանկյունից այո, մենք մաքսային բրոկեր չենք, բայց խորհրդատվության տեսանկյունից խորհրդատվությունը իհարկե հիմնված է փորձի վրա, այս բaragայում անպայման իրականացնում ենք այո։ Հետո երբ որ գործը հասնում է ավելի մանրամասն մանրակարգիտ դետալային ինֆորմացիային, արդեն ուղղորդում ենք բրոկերային ընկերություններ, ում հետ որ համագործակցում ենք։ Դապես լոգիստիկ ծառայությունները կոչված են սպասարկելու, օժանդակելու տնտեսությանը խթանելու, ընդլայնելու նպատակով։ Նախ մեր հեռուստադիտողների համար ասեմ, հետևորդների համար ասեմ, որ լոգիստիկա ընդհանրապես ասում են, որ առաջացել է ռազմական ոլորտից, որպես առանձնիջող հինհռոմեական այդ մշակույթից եկող ոլորտ է կամ ծառայություն է։ Այս ոլորտը ներկայումս ինչ իրավիճակում է գտնվում Հայաստանում, այս ոլորտում մոտավորապես ինչ թվով կազմակերպություններ կամ սուբյեկտներ են գործում եւ արդյոք հետաքրքիր է ընդհանուր առմամբ այս ոլորտը։ Լոգիստիկան թող շատ բարձրագույն չհնչի, բայց միջազգային առևտրի կարելի ասել հիմքն է, որովհետև այդ միջազգային առևտուրը առանց լոգիստիկայի իրականացնել անհնար է։ Հետևաբար առօրյայում մենք անընդհատ ենք շփվում լոգիստիկայից, նույնիսկ մարդիկ, ովքեր առաջի անգամ են լսում լոգիստիկա բառը, իրենք իրենց առօրյայում միանշանակ հանդիպել են, զուտ են հանգամանքից, զուտ որ իրենք գնում են, չինա որևէ խանութ, տաղավարից ինչ որ բան են վերցնում, դնում իրենց պայուսակը, այդ ապրանքը այդ տաղավար հասել է հենց լոգիստիկայի շնորհիվ, ներքին լոգիստիկա կլինի, արտաքին լոգիստիկա կլինի, միջազգային կլինի։ Այո, ի սկզբանե ավելի շատ ռազմական ուղղվածություն ունեցել, եթե չեմ սխալվում, ներկայում էլ ԱՄՆ-ում ռազմական լոգիստիկան դա առանձին մասնագիտություն է որպես դիտարկվում եւ առանձին հաստիկներով եւ ԱՄՆ բանակում հենց կան ռազմական լոգիստիկայի ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են հենց զորքերի եւ ռազմական տեխնիկայի տեղաշարժմամբ։ Այդ մասով լոգիստիկան ինքը իհարկե շատ հետաքրքիր ոլորտ է, շատ բարդ, շատ դժվար եւ որն էլ իհարկե բերում է հենց այդ հետաքրքրությունը։ Այսինքն դու անընդհատ ամեն օր նոր խնդիրներ եւ մարտահրավերներ ես հաղթահարում, որը որ քեզ անընդհատ տանում է դեպի զարգացում։ Ամեն դեպքում մեզ մոտ որ հաստիկներ ենք ունենում ազատ ու նոր աշխատողներ ենք ընդունում, ես միշտ հարցազրույցների ժամանակ աշխատանքի ընդունելության ասում եմ, եթե դու պատրաստ ես անընդհատ սովորել, եթե դու պատրաստ ես անընդհատ զարգանալ, եթե դու պատրաստ ես եւ ցանկություն ունես ունենալ մասնագիտություն, որը միշտ լինելու է ակտուալ եւ պահանջված, այդ դեպքում դու ճիշտ տեղում ես։ Բայց պետք է պատրաստվել ես անընդհատ փոփոխությունների, անընդհատ սովորելու ճանապարհով գնալ։
Իսկ լոգիստիկ ոլորտը Հայաստանում ընդհանուր առմամբ զարգացված է, կա որոշակի տեղեկատվություն այս ոլորտում գործող կազմակերպությունների մասին։ Այո, այս ոլորտը լիցենզավորման ենթակա չէ, որպես Չէ, լիցենզավորման ենթակա չի։ բայց հասկանան կա որոշակի այսպես պայմանական վիճակագրություններ, ինչ որքան կազմակերպություն։ Իմ տվյալներով մոտ 1700 գրանցված սուբյեկտ կա։ Դրանց մեջ կարող են լինել ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, հա, այսպես, բայց եթե չեմ սխալվում, մոտ 1700 սուբյեկտ կա գրանցված, լիցենզավորվող չի ոլորտը։ Դա իր հետ բերում է իր խնդիրների իհարկե, ու իմ կարծիքով, իմ անձնական կարծիքով ժամանակն է արդեն վաղուց, որպեսզի ոլորտը անպայման լիցենզավորվի, որովհետև մենք գործ ունենք, ինչպես ասեցի, միջազգային առևտրի եւ ներկրման արտահանման հետ, որտեղ ամեն մի սխալ կարող շատ մեծ հետևանքներ թողնի եւ մասնագիտացվածության աստիճանը աշխատակիցների կամ կազմակերպության այս պարագայում շատ կարեւոր է։ Շատ լավ։ Կցանկանայի կենտրոնանանք մեր արդի, այսպես թեմաների, խնդիրների վրա, նշեմ, որ վերջին շրջանում մեր մոտ օրակարգային հարց է դարձել դիվերսիֆիկացնել շուկաները դեպի Եվրոպա, դեպի ասիական այլ երկրներ, քանի որ մեր հիմնական շուկայի Ռուսաստանի Դաշնության հետ այս պահին ունենք խնդիր։ Ինչպես կներկայացնենք, հա, արկա վիճակը ելնելով ձեր վիճակագրությունից, օրինակ անցած տարի դեպի Ռուսաստան օրինակ որքան փոխադրում եք արել հիմա, որքան ունեք, այսինքն որոշակի հետաքրքիր ձեր кейսը կոնկրետ, եւ ինչպես եք տեսնում նաեւ այլ ուղղություններով այդ լոգիստիկայի իրականացումը։ Տեսեք, անցյալ տարվա 25 թվականի պաշտոնական թվերը դեռ չկան, վիճակագրական, 24-ի տվյալներով մոտ 35%-ը մեր ամբողջ արտահանման, ես խոսում եմ ոչ թե ծավալի, այլ գումարի մասին, հա, ֆինանսական տեսանկյունից մոտ 35%-ը եղել է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Մոտավորապես 5-ից 7% եղել է դեպի եվրոպական շուկաներ։ Մոտ, եթե չեմ սխալվում, 20-25%-ի չափի դեպի Չինաստան եւ Հոնկոնգ, բայց այստեղ մի կարևոր իդեպ օֆիցիալ տվյալներ դեռ չկան 25 թվականի, բայց պատկերը գրեթե նույնն է։ Այսինքն էլի մոտավորապես 25%-ի չափ ռոդներ հենց այդ նայում էի մոտավորապես 25-26%-ի չէ, ներողություն, 35%-ի չափով դեպի ՌԴ եւ ԵԱՏՄ երկրներ, Եվրոպան դարել էր մոտավորապես 8-ից 10%-ի կարգի, մի քիչ ավելացել էր ֆինանսական տեսանկյունից, բայց այդտեղ մի այլ նրբություն կա, որ դեպի ԵԱՏՄ շուկաներ, մասնավորապես դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվող բեռները եւ դեպի Եվրոպա արտահանվող բեռները են շատ տարբեր բեռներ։ Այնպես չի, որ դեպի ՌԴ արտահանվող բեռների մեծ մասը գնում է ՌԴ, մեկ այլ փոքր մաս գնում է եվրոպական շատ տարբեր ապրանքներ են, շատ տարբեր, այսինքն դեպի ՌԴ հիմնականում գնում է սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, ապրանքներ, որոնք սպառողական զամբյուղի մի որոշ մաս են կազմում, իսկ դեպի եվրոպական շուկաներ հիմնականում գնում են հանքանյութեր, մետաղներ, այսպիսի բաներ, այսինքն եթե մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, մենք պետք է հասկանանք, որ ոչ թե դեպի Եվրոպա գնացող օրինակ պահածոյացված արտադրանք ենթադրենք գնում էր դեպի Եվրոպա տարեկան 800 տոննա, ենթադրում 1000 տոննա, եկեք սարքենք 2000 տոննա։ Այստեղ խնդիր կա առհասարակ այդ շուկա մեջ։ Զրույց ենք ասում, այո։ Իսկ դա շատ լուրջ խնդիր է տնտեսվարողների համար։ Մենք որպես լոգիստիկ ընկերություն, մենք մեր խնդիրը կկատարենք առանց որևէ խոչընդոտի, այսինքն եթե խոսում ենք բեռնափոխադրման եւ լոգիստիկայի կազմակերպման մասով, որևէ խնդիր չկա, բայց այստեղ խնդիրը արտահանողների արժև է կանգնած, որոնք պետք է կարողանան եվրոպական շուկաներին համապատասխան արտադրանք արտահանել, որպեսզի չլինի այնպես, որ այդ արտադրանքը գնա հասնի Եվրոպայի սահմանին եւ իրան ուղարկին ոչնչացման, որովհետեւ սերտիֆիկացիոն չունի, որովհետեւ անալիզների պատասխաններ չկան, որ անհամապատասխանություն է եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե մենք խոսում ենք դիվերսիֆիկացիան մասին, մենք պետք է հասկանանք ինչ ապրանքների եւ ինչ արտադրանքի մասին ենք մենք խոսում։ Եթե խոսքը վերաբերում է բանջարեղեն մրգին, որը արտահանում ենք Ռուսաստան, հիմա ուզում ենք ԵՄ արտանենք, ինչ խնդիրներ ունենք։ Ամենակարևորը անալիզները։
այսինքն սերտիֆիկացումը համապատասխան եվրոպական ստանդարտների եւ համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին, ինչպես ասեցի, այսինքն պեստիցիդների նկատմամբ, ստուգումներ, քիմիական պարունակության, հնարավոր է պարարտանյութերով, ոչ, ամբողջական ծավալով ոչ, այս պահին գոնե երեք խորհրդատվության ենք էկոնոմիկայի նախարարությունում իդեպ եւ այնտեղ հենց այդ հարցն էր քննարկվում, որ չկա դեռ մի լաբորատորիա, որը կարողանա ամբողջությամբ իրականացնել բոլոր հետազոտությունները, թեկուզ նույն ծիրանի արտահանման հետ կապված։ Դա երկրորդ этаպը լինելու այդ հետազոտությունը ճանաչվի Եվրոմիության կողմից։ Այո։ Հիմա դեպ նախարարությունում ասացին, որ նոր միջոցներ են ձեռք առնում, որպեսզի այդ հնարավորությունները ստեղծվեն, բայց մինչև դա լինի, չգիտենք ինչքան ժամանակ կտևի։ Եվ առաջի փուլում, ինչպես ասացիք, նախ ունենալ անալիզների պատասխանները, երկրորդ փուլում հասկանալ արդյոք համապատասխանա թե չէ, եւ եթե չի համապատասխանում, ինչպես համապատասխանեցնել։ Չմոռանանք, որ եթե մենք խոսում ենք պտուղ բանջարեղենի մասին, մեծամասամբ, եթե մենք խոսում ենք դեպի ՌԴ արտահանման մասին, դա հիմնականում գյուղացիական տնտեսություններ էին, որոնք այգիներ ունեին փոքր եւ իրենց բերքը, արտադրանքը արտահանում էին։ Այդ այգիները ես առավել քան վստահ եմ, իրանք չեն կարողանալու հասցնել սերտիֆիկացման այդ մակարդակին։ Դրա համար շատ մեծ ծավալներ, ֆինանսներ, աշխատանք։ Շատ մեծ ծավալներ, ֆինանսներ եւ պատրաստակամություն տնտեսվարողների, եթե իրենց կոչում եք տնտեսվարողներ, իրենց կողմից այդ ամբողջ տեխնոլոգիաները եւ նորարարությունները իրենց համար ներդնել իրենց այգիներ։ Պարոն, իսկ կա կազմակերպություն, որ կարողացել է դեպի Եվրոպա ծիրան արտահանել կամ բանջարեղեն արտահան եւ ինչպես է կարողացել։ Ես լսել եմ նման դեպքի մասին, դեպքերի մասին, ոչ մեկ դեպքի մասին, եւ լսել եմ ծաղկի մասին եւ ծիրանի մասին, ինչպես են արել, դժվարանում եմ այս պահին ասել, միգուցե կարողացել են այնտեղ տեղում սերտիֆիկացման հարցեր լուծել, չնայած դա երկար ժամանակ է պահանջում եւ չգիտեմ ինչքանով վերքը կմնա պիտանի, գիտեմ տենց հատուկ են դեպքերի մասին եւ նաեւ գիտեմ, որ պետությունն էլ սուբսիդավորել է այդ արտահանումները, բայց ինչ հաջողություններ են եղել, ցավոք տեղյակ չեմ, որովհետեւ շատ եզակի դեպքեր են եղել։ Դուք վստահ եմ նաեւ պատվերներ եք ունեցել անցած տարի դեպի Ռուսաստան բանջարեղեն մրգի արտահանման եւ այս տարվա բանջարեղեն մրգի։ Ունեք որոշակի այսպես վիճակագրություն ձեր կազմակերպության օրինակով ինչ ցուցանիշ կա։ Տեսեք, անցյալ տարի եղել են արտահանումները եւ պտուղի եւ բանջարեղենի տարեսկզբին ունեցել ենք արտահանումներ, բայց երևի թե ապրիլ ամսից սկսած, եթե չեմ սխալվում, մենք դադարեցրել ենք, որովհետեւ մեքենաները անդադ խնդիրներ էին բախվում տարաբնույթ արգելքների եւ ուղղակի որոշեցինք, որ այս պահին մինչեւ հարցը չկարգավորվի, պտուղ եւ բանջարեղեն չենք արտահանելու, վերջինը կարծեմ արտահանել ենք ելակ ապրիլ ամսին կար։ Այո, ապրիլ ամսին։ Մայիսից սկսվեցին խնդիրները, այսինքն յուրացանք մի քանի դեպքեր, որ Լարսի անցակետից հետ ուղարկեցին մեքենաները եւ այլևս դադարեցրեցինք։ Այսինքն ներկա պահին, որքանով որ ես տեղյակ եմ, ամբողջությամբ կանգնացված է թե Իրանի գոնե Վրաստանի տարանցիկ Վրաստանով դեպի Ռուսաստան արտահանումները գոնե դեպի Վրաստան արտահանումները ակտիվացան, որտեղ այսպես դարձյալ խոսակցություններ կան, լուրեր կան, որ Վրաստանն է սկսել ավելի մեծ քանակությամբ ներկրումներ կատարել։ Իմ ինֆորմացիան այնպես խոսակցությունների մակարդակի են, որ Վրաստանը ձեռքաբերում գնում է ինքն արտահանում դեպի ռուսական շուկա, ես չեմ առնչվել, նման հարցում ինքս չեմ ստացել։ Միգուցե ինչ որ որոշակի ծավալներ փոխնական արել են, բայց չմոռանանք, որ այս տարի բերքն էլ շատ առատ չի, այնպես որ այդ տատանումները կարծում եմ նաև ակտիվ անձրևների պատճառով որոշակի հասունացումը հետաձգվել է, նաև խնդիր կար, այնպես որ դեռ այս բան խոսակցությունների ես ինքս որ ասեմ, այո, այդպեսի դեպք գիտեմ, ոչ, որ լսել եմ։ Ես ցանկանայի անդրադառնալ ձեր բուն այսպես մասնագիտական հարցին։ Մեր տնտեսվարողները կարող են ապահովել անխափան արտահանում դեպի Եվրոպա։ Ենթադրենք սերտիֆիկացման հարցերը լուծեցինք, հիմա ասենք խնդիրը ձեր դաշտում է, դուք որպես լոգիստիկ կազմակ կարող եք այդ բեռների մատակարարումը անընդհատ ապահովել։ Այս դաշտում ունենք խնդիրներ։ Չունենք խնդիրներ։ Տեսեք, եթե մենք խոսում ենք
մատակարարման շղթայի բոլոր օղակների անխափան աշխատանքի մասին, ինչը որ հենց լոգիստիկան է։ Այդ տեսանկյունից որևէ խնդիր մենք չենք կարող ունենալ եւ չունենք, եթե արտադրողները եւ արտահանողները ապրանքի որակը բերում են համապատասխանեցնում են եվրոպական շուկայի պահանջներին։ Որևէ խնդիր մենք չենք, որտեղ մենք հիմա էլ արտահանում ենք, այնպես չի որ մենք արտահանում չենք անում Եվրոպա, արտահանում ենք, ուղղակի այլ տեսակի ապրանքներ ենք արտահանում։ Հետեւաբար այդ օղակները աշխատում են, չէ՞ բոլորը։ Այստեղ հարցը նրանում է, ինչքանով կկարողանան հնարավորինս արագ տնտեսվարողները եւ ներկա այս պահին արտադրողները բերել հասնել այդ ապրանքի որակի մակարդակին։ Հնարավոր ամենակարևոր խնդիրներից մեկը նաեւ արտադրողների տեսանկյունից ժամանակն է։ Հարցոք դուք տեսնում եք ձեր գործունեության ընթացքում հնարավորություն այդ ժամանակը կրճատելու համար։ Տեսեք, միայն ժամանակը չէ, նաև արժեքը, որովհետև դեպի Եվրոպա արտահանումը ինքը առնվազն, գրեթե կրկնակի ավելի թանկ է, քան դեպի նույն Մոսկվա արտահանումը։ Ժամկետի տեսանկյունից, տեսեք, չմոռանանք, որ Լարսում գրեթե միշտ հերթեր են եւ այդտեղ էլ մենք ունենք ժամանակային խնդիր, բայց եթե խոսում ենք օրինակ կենտրոնական Եվրոպայի մասին, եթե դեպի Մոսկվա արտահանումը այդ հերթերով հանդերձ տևում էր մոտավորապես մինչև 10 օր մոտավորապես 10-12 օր, դեպի Գերմանիա օրինակ, դա կարա տևի մինչև 2 շաբաթ, այսինքն տարբերությունը մեծ չէ, հաղթահարելի է։ Արժեքի հետ կապված խնդիրներ կառաջանան եւ սերտիֆիկատների բեռնատարով արտահանում։ Բեռնատարով, այո։ Պտուղ բանջարեղենը արագ փչացող բեռներ իրենք նպատակահարմար չի կոնտեյներներով ծովային տարբերակով փոխադրել, բացարձակ նպատակահարմար չի։ Պետությունը, Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է նաեւ միջինասիական երկրները որպես արտահանման նոր հնարավորություններ, բայց այդտեղ էլ օրինակ այդ մասով այդտեղ լոգիստիկ խնդիրները ավելի շատ են, քան դեպի Եվրոպա, որտեղ մենք անցնում ենք տրանզիտով երկրներով, որոնք որ բարդ երկրներ են, այսպես ասեմ, այնտեղ Իրանը, այնտեղ Իրաքը, Թուրքմենիա եւ այլն։ Իրանք իրենց ստրուկտուրայով բարդ երկրներ են, որոնք կարող են առաջացնեն լոգիստիկ լուրջ խնդիրներ։ Դեպի Եվրոպան ոչ, դեպի Եվրոպա, եթե մենք ունենք երկու ճանապարհ, մեկը Լաստանավն է, որը աշխատում է Վրաստան, Բուլղարիա եւ Վրաստան, Ռումինիա, եւ ունենք ցամաքային ճանապարհ Թուրքիայով, հայկական մեքենաները այդ ճանապարհից օգտվել դեռ այս պահին չեն կարող, այսինքն դիտարկվում է երրորդ երկրի տրանսպորտային միջոցներով արտահանումը, իսկ Լաստանավով բեռը կարող են անցկացնել, վրացական բեռ կարող են անցկացնել, այո, վրացական կլինի, թուրքական կլինի, չգիտեմ, բուլղարական կլինի, իական չէ, բայց հայկական մեքենաները, այստեղ այս դեպքում արդեն մենք հանդիպում ենք մեկ այլ խոչընդոտի, որը հենց հայկական փոխադրողների նկատմամբ է, այսինքն հայկական փոխադրողներն են ունենում խոչընդոտ դեպի Եվրոպա դուրս գալու Թուրքիայով։ Լոգիստիկ տեսանկյունից, որպես լոգիստիկ ընկերություն մենք կարող ենք օգտագործել մենք եւ մեր սեփական մեքենաները եւ ներգրաված մեքենաները, էքսպեդիցիոն, այսպես ասած։ Մեկ մեքենաների հետ ունենանք խնդիրներ։ Կամ պետք է ընտրենք Լաստանավով տարբերակը, որը ամեն օր չի իհարկե, շաբաթը 1-2 օր է, եւ լրացուցիչ ծախսը ավելացնում, ավելի է թանկացնում բեռնափոխադրման արժեքը։ Իսկ պետության կողմից առաջարկված սուբսիդիաները, որ տրամադրում է ծաղիկի, ելակի, արդյոք դրանք բավարար են փոխհատուցել դեպի ընդհանրեն կենտրոնական եվրոպական երկրներ լոգիստիկ ծախսերը։ Քանի որ մեր կազմակերպությունը շահառու չի այդ սուբսիդիաների, ես կդժվարանամ հստակ պատասխան տալ ձեզ, բայց մյուս կողմից կնայեմ հարցին, եթե բավարար լինեին, ինձ թվում է ծավալը բավական շատ արագ կմեծանար։ Ենթադրում եմ, որ այդքան էլ բավարար չի։ Ինչու եմ ասում, քանի որ մենք խնդիր ունենք նաև հասարակական արդյունավետ պետական ծրագրեր մշակելու մասով։ Եթե օրինակ, չգիտեմ, ծաղիկի համար 70 դրամ պետությունը տալիս, արդյոք դա բավարար է հասցնել Եվրոպա, թե Ռուսաստանի լոգիստիկ ծախս։ Չի փակում այդ ծախսերը։ Ինչպես արձանագրեցին, որ 2, նույնիսկ 3 անգամ կարող ավելի թանկ լինել դեպի կենտրոնական եվրոպական, երկրներ լոգիստիկ ծախսերը կազմակերպելու համար։ Լոգիստիկայի ոլորտում եւս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար ինչ քայլեր եք տեսնում դուք, որ կարելի է անել, որ փորձենք հաղթահարենք այս իրավիճակը։
Շատ կարևոր է, որպեսզի այս պարագայում, այս պահին պետությունը շատ պինդ կանգնած լինի տնտեսվարողների կողքին, ոչ միայն ինչ-որ սուբսիդիաներով եւ այլնով, այլ նաեւ ընդհանուր ստեղծի ինֆրաստրուկտուրա, որի ներսում էկոհամակարգ, այսպես ասենք, որի ներսում տնտեսվարողները կարողանան շատ արագ եւ արդյունավետ իրենց արտադրանքի որակը բերել եվրոպական չափանիշների։ Եթե այդ առումով պետությունը կարողանում սատար կանգնել տնտեսվարողներին, կարծում եմ շատ մեծ հարց կլուծի, այնպես չի որ տնտեսվարողները այսպես խելագարվում են ռուսական շուկայի համար։ Չէ, բացարձակ, բայց այդ այն շուկան է, որտեղ այդ ապրանքը ունի պահանջարկ։ Հա, այսինքն մենք խոսում ենք երկու կողմ ունի հարցը։ Մեկը եվրոպական որակի ստանդարտներին համապատասխան որակ ապահովելն է, մյուսը պահանջարկը։ Ինչքանով այդ արտադրանքը պահանջված լինելու եվրոպական շուկայում։ Այստեղ մենք խոսեցինք որակի մասին, հիմա նաև խոսենք մարքեթինգային որոշակի քայլերի մասին։ Այսինքն ինչքանով կկարողանա պետությունը հայկական գինու, օրինակ, հա, անունը որոշակի մարքեթինգային արշավների միջոցով բարձրացնել եվրոպական շուկա, որովհետև եթե դա թողնենք մենք գինի արտադրողների վրա, ես չգիտեմ ինչքանով իրանք կարողանան այդպիսի ֆինանսական բեռ իրենց վրա, այո, վերցնել, բայց մեկ այլ բան է, երբ որ պետությունը բոլոր հնարավոր հարմար հարթակներում փորձում է ապահովել այդ արտադրողների ներկայությունը, դրանք կլինեն էքսպոներ, դրանք կլինեն ինչ-որ մարքեթինգային արշավներ, գովազդային արշավներ, ինչ էլ որ լինի, հա։ Այսինքն ունենք երկու խնդիր, մեկը որակն է, մյուսը պահանջարկը։ Ռուսաստանում այդ պահանջարկը շատ հեշտ է, որովհետև նույն տիրույթն ենք եղել, հա, նույն պոստսովետական երկրներն ենք ու քիչ թե շատ այո, ծանոթ ենք իրար արտադրանքին։ Դե հիմա արի չգիտեմ հայկական պահածոներ տար եւ գիտեմ եվրոպական ցանցերում վաճառի։ Բարձր լավ հայկական համայնքը շահառու կլինի այդ արտադրանքի, բայց դա շատ փոքր բավարար իհարկե։ Լոգիստիկայի ոլորտում նաև պետական քաղաքականությունը վերջի տարիներին բավականին ակտիվացել է, նրանք խոսում են նոր ենթակառուցվածքային ծրագրերի մասին, Թրիփոլինի, օրինակ հայտարարվեց, որ Կարս-Թբիլիսի երկաթգծու բացումը կարա լինի, դրանք ինչպես կարող են ազդել լոգիստիկ խնդիրների լուծման համար եւ արդյոք տեսնում եք այդ զարգացման հեռանկարները, եթե Թրիփը բացվի, ընդհանրենք դեպի Թուրքիա երկաթուղին բացվի, դա կտա ձեզ որպես լոգիստիկ ընկերություն որոշակի առավելություններ խնդիրներ լուծելու համար։ Առավելություն կտա այնքանով, որ կարող է օգնի Հայաստանի լինել տարանցիկ երկիր, ինչն իր հետ կբերի նաև ներքին ենթակառուցվածքների բնական զարգացում, հա, այսինքն այդ այսպես ասեմ ճանապարհները, որոնք կօգտագործվեն տարանցիկ բեռների համար, իրենց հետ կբերեն այդ ճանապարհների երկայնքով որոշակի ինֆրաստրուկտուրաների զարգացման։ Բեռնափոխադրման լոգիստիկայի տեսանկյունից մենք, ասենց եթե մի քիչ ավելի բարձրացնենք, գնեչություններ, չգիտեմ, լուրջ ռեալ առավելություններ կունենանք թե չէ, այս բան շատ դժվար է ասել, որովհետև մենք չգիտենք այդ ճանապարհից օգտվելու ինչ կանոններ են լինելու եւ իհարկե ինչ տարիֆներ կլինեն տարանցման եւ առհասարակ ինչ հնարավորություններ կստեղծվեն հենց հայկական ընկերությունների համար։ Երկաթգծի շահագործումը ինքը իհարկե շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի, ինչքանով ինքը կնվազեցնի ծախսերը բեռնափոխադրումների, նորից չգիտենք ինչ տարիֆներ են լինելու, ինչ սակագներով ենք աշխատելու, մինչև այդ ամեն ինչը մենք չունենանք սեղանի վրա դրված գոնե հաշվարկային տեսանկյունից մենք չենք կարող։ Դեպի Չինաստան հիմա հիմնականում կամ ասիական երկրներ հիմնականում իրականացնում ենք կոնտեյներային եղանակով, ճիշտ է, ծովային եղանակով։ Եթե այլ հավասար պայմաններում, եթե հնարավոր լինի բեռնատարով կազմակերպել, դա ավելի մրցունակ կլինի, քան կոնտեյներային, ընդհանրենք ավտոմոբիլով կարողանան կամ երկաթուղով կարողանանք Չինաստան հասցնել։ Ավտոմոբիլով ոչ իհարկե, տեսեք ամենամատչելի փոխադրման տեսակը հեռու մեծ հեռավորությունների համար, մեծ դիստանցիաների համար դա ծովային բեռնափոխադրումն է, որը երկար է, որը երկար է,
Ավելի արագ իհարկե ավտոտրանսպորտայինն է, բայց ավտոտրանսպորտայինները ունի այլ խոչընդոտներ, որոնք են օրինակ սահմանային հերթերը տարբեր երկրներում եւ շատ մեծ բյուրոկրատիան, հատկապես այն երկրներում, որոնցով որ անցնում ես Չինաստան հասնելու համաձայն։ Այս պարագայում ծովային փոխադրումը ալտերնատիվ իր գնային սեգմենտում չունի եւ չի էլ ունենա։ Երկաթգծային փոխադրումները դեպի Չինաստան կամ Չինաստանից դեպի Հայաստան իրենք լինելու են թանկ։ Պատիկ թանկ քան ծովային փոխադրումներն են միանշանակ եւ մոտ են լինելու ցամաքային փոխադրումներին, որովհետեւ ճանապարհը շատ երկար է, շատ բարդ է, այնպես չի որ արագ են գալու։ Գիտեք, մենք հիմա խնդիր ունենք ծովային փոխադրումների ինչի համար են շատ երկար, որտեղ մենք ունենք փակ Սուեզի ջրանցք։ Որ բան որ Սուեզի ջրանցքը բացվեց, ծովային փոխադրումները դեպի ասիական երկրներ կլինի Չինաստան, կլինի, չգիտեմ, Ինդոնեզիա, Մալազիա, այդ հավազանը, կունենանք շատ ավելի արագ փոխադրումներ, հա, այսինքն որոնք արդեն համադրելի կլինեն ժամկետների տեսանկյունից երկաթգծային փոխադրումների հետ։ Հասկանալի։ Պատկերացնենք, որ այս պարագայում, եթե մենք ունենք օրինակ 30-ից 40 օր դեպի Չինաստան ծովային փոխադրումներ եւ ունենք մոտավորապես 30 օր դեպի Չինաստան ծովային երկաթգծային փոխադրումները ոնց են խնդրում եւ կրկնակի գնային տարբերությամբ ակնհայտ է որ տնտեսվարողներն ընտրելու են ծովային ճանապարհ։ Ծովային ճանապարհը ավելի մրցունակ է։ Բայց նորից եմ ասում, դա ռազմավարական շատ կարևոր բան է, որտեղ երբ որ Սուեզի ջրանցքի փակ լինելու պարագայում օրինակ մենք ունենանք այդ ենթակառուցվածքը, իհարկե կլինեն շատ ընկերություններ, որոնց համար ժամկետները եւ արագությունը շատ ավելի կարևոր կլինի։ Պարոն Մարկյան, մեր խոսակցության սկզբում դուք նշեցիք, որ լիցենզավորման բացակայությունը այս ոլորտի համար խնդիրներից կամ հիմնական խնդիրներից մեկն է։ Այլ ինչ խնդիրներ կան այս ոլորտում հարկային, կազմակերպական, կադրային, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացումը։ Կադրային խնդիրը կա իհարկե, միանշանակ, բայց կարծում եմ կադրային խնդիր ունենք մենք հիմա գրեթե բոլոր ոլորտներում։ Դա ես մի քիչ գնում եմ դեպի բուհեր, ուսումնական հաստատություններ, որոնք չեն աշխատում մասնավոր սեկտորի պատվերով։ Այսինքն, երբ որ ինձ պետք է կադր լոգիստիկայի ոլորտում, չնայած որ մենք ունենք համալսարաններ, որտեղ լոգիստիկա որպես մասնագիտություն ուսումնասիրվում է, միևնույն է ես ընտրում եմ կադր լրիվ այսպես ասեմ, այլ ոլորտից, զրոյից պատրաստում են կադրեր հենց մեր համար, որովհետև այդ մասը բաց է։ Եվ կադրային խնդիրը, գիտեք ոնց է, կադրային խնդիրը իրականում հեշտ լուծվող խնդիր է։ Այն առումով, որ լավ, վատագույն դեպքում դու կվաշխնես ինչ-որ մեկին 3-4 ամիս, կես տարի, կաշխատես իր հետ ինտենսիվ կդարձնես քո ուզած կադրը եւ գնաս առաջ։ Բայց լիցենզավորման բացակայությունը, օրինակ, բերում է նրան, որ ամեն տիպի պարկեշտ, անպարկեշտ, ազնիվ, անազնիվ, մեկօրյա անկերություններ կան, մեկամսվա անկերություններ կան, որոնք իրապես շուկայում եղանակ են փոխում, դեպի վատը հիմնականում։ Լիցենզավորումը միշտ բերում է կարգավորման։ Երբ որ կա կարգավորում, միշտ ավելի լավ ունենալ կարգավորված շուկա, քան բաց թողնված վիճակում։ Այստեղ կարանք մյուս կողմից գանք, որ շուկա ազատականացում եւ այլն, բայց կարգավորումը նաեւ կարող է ենթադրել որոշակի, այսպես գների աճ կարա տեղի ունենա նաեւ դրա հաշվին, այսինքն պետությունը այդ մասով է փորձում ձեռնպահման, ով ուզում է թող զբաղվի մրցակցություն լինի այդ տրամաբանը։ Տեսեք, մրցակցություն լինի կարգավորված մրցակցություն, ոչ թե ուղղորդված։ Հիմա հասկանանք էլի, եթե մենք լիցենզավորման որոշակի ստանդարտներ ենք դնում եւ ասում ենք այս լիցենզիան, այդպես լիցենզիան ստանալու համար այսինչ պարամետրերին պետք է բավարարեք։ Ոչ մի խնդիր։ Ուզում ես ունենաս լիցենզիա, ապահովիր այդ պայմանները։ Դրա արդյունքում գների փոփոխություն կլինի, թե չլինի, կթանկանան, թե չեն թանկանա, շուկան այդ դեպքում արդեն ակնհայտ է, չէ՞ որ 5 ընկերություն չի լինելու։ Եթե մենք խոսում ենք 1700 սուբյեկտի մասին, մոտավոր իրանցից 5-ը չի որ ստանալու են լիցենզիա։ Շատ-շատերն են ստանալու լիցենզիա, որովհետև մենք ունենք բավական լավ շուկա այս առումով եւ ունենք բավական լավ լուրջ խաղացողներ լոգիստիկայի ոլորտում։ Նորմալ ընկերություններ, որ իրենք 1 տասնյակ չեն,
շատ ավելին են։ Հետևաբար լիցենզավորումը կօգնի եւ նաեւ որոշ չափով կպաշտպանի այդ ընկերություններին, այլ ոչ պարկեշտ խաղացողներից։ Հասկանում եք, այսինքն այս դեպքում մենք չենք խոսում դրա արդյունքում գինը կթանկանա թե չէ, չի թանկանա։ Որովհետև լիցենզիան իհարկե ինքը արժանալի է որոշակի գումար, բայց այդ լիցենզիան այնպիսի գումար չի կարող։ Խնդիրը որ քանակը մասնակիցների կրճատվելու է։ Գիտեք ոնց հաստատ այնպիսի քանակ չի լինելու, որոնք իրար մեջ կարողանան որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, չէ։ Շուկան կարգավորվել է, մրցակցային շուկա է ու այդ մասով գոնը մենք մտածելու ենք։ Իսկ հարկային օրենսդրության մասով դուք ինչ խնդիրներ ունեք։ Որ ասեմ խնդիրներ ունենք որոշ այդպես հարկային օրենսգրքի մասով, անշտության մասով չէ։ Ընդհանուր հարկման ռեժիմում եք աշխատում եւ այլ։ Ընդհանուր հարկման ռեժիմում ենք, իհարկե կան կազմակերպություններ, որոնք շրջարկով են աշխատում, կան միկրո կազմակերպություններ, օրինակ, չգիտեմ, Արնհատ ձեռնարկատերա ունի մի մեքենա, այդ մեքենայով իր համար բեռնափոխադրումներ է կատարում, այդտեղ միկրոյում է, մենք օրինակ այս պարագայում ունենք խնդիր, որ միկրո ձեռնարկատերերի հետ չենք կարողանում աշխատել, որովհետև շատ հարկի մասով գիտեք նվազեցում չի լինում եւ օրինակ այդ ընկերությունները, լավ, անհատ ձեռնարկատերերը, որոնք ես եմ վարորդ եմ, ինչ-որ գումար եմ հայթայթել, գնացել եմ իմ համար մեքենա եմ առել ու ծառայություններ եմ մատուցում եւ դուք կազմակերպություն եք, ես ձեզ չեմ կարողանում ծառայել։ Կամ լավ, դուք իմ ծառայություններից չեք կարողանում օգտվել, զուտ որովհետեւ ինքը չի նվազեցվելու։ Այո։ Ունակ այդ խնդիրը այո։ Այո, ոչ միայն այդ այլ ոլորտներում էլ այդ խնդիրը։ Հա, դա չգիտեմ։ Ամեն դեպքում հարկանդաշտ այդպեսին է։ Ցանկանայի վերադառնալ ձեր կազմակերպությանը Prime Logistics-ին, ինչպես եք տեսնում ձեր ընկերության զարգացումը 5 տարի հետո, օրինակ, ինչ հետաքրքիր ծրագրեր ունեք Պլանավորած ծրագրեր ունենք որոշակի իհարկե անշուշտ եւ մեր կազմակերպությունը այն կազմակերպություններից է, որը որ միշտ ես երբեք չեմ բավարարվում այն հնարավորություններով եւ ունեցածով ինչ որ կա այս պահին եւ անդադ նայում եմ դեպի դուրս, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է ունենալ հասնել կազմակերպության այնպիսի մի աստիճանի, որը կլինի ճանաչելի ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմաններում, այլ նաև դրսի շուկաներում։ Պլաններում կան անպայման ներկայացուցչություն եւ գրասենյակի հիմնում Վրաստանում, եվրոպական հիմա չասեմ որ երկրում, բայց կա այդպիսի ուրեմն պլան, այսպես ասեմ, գաղափար, այո, նաև նոր ծառայություն ենք սկսել արդեն երևի 1 ամիս կլինի շուտով ներքին բեռնափոխադրումների, ներքին լոգիստիկայի, այսինքն երբ որ կան կազմակերպություններ, ներկրողներ, թեկուզ կամ արտադրողներ, որոնք մեծ ծավալով վաճառքներ չունեն Հայաստանի տարբեր մարզերում, այդ կազմակերպությունների համար շատ լավ արտոնյալ պայմաններով կարողանում ենք ներքին փոխադրումներ առաջարկել եւ կազմակերպել մեր շենց ավտոպարկով։ Դա նոր ծառայություն է, որ սկսել ենք ու փորձում ենք զարգացնել։ Հիմա կոնկրետ այդ ուղղությամբ ենք աշխատում եւ կենտրոնացած ենք այդ ծառայության վրա։ Բավականին զարգացող սեգմենտ է։ Ուզում ենք տեսնենք ոնց կստացվի, պոտենցիալը կա, միտքը կա, գաղափարը կա, հնարավորությունները կան, փորձում ենք իրականացնել։ Շնորհակալ եմ պարոն Մարգարյան հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Prime Logistics ընկերությանը մաղթում ենք բեռնավոր գործունեություն, ձեր ծրագրի իրականացում։ Մենք միշտ պատրաստ ենք լուսաբանել, աջակցել ձեր բոլոր ծրագրերի իրականացմանը։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։